Ողջույն բարեկամներ, շնորհակալ եմ հետևելու համար, քանի որ մեր մոտ ստրեսային նորությունները շատ են, մենք ստրեսային իրավիճակներում ենք ապրում, հաղորդումը որոշեցի սկսել մի քիչ հումորով, քանի որ շատ եմ հարց ստանում, թե մեր վերջը ինչ ա լինելու, ով ա գալու մեզ փրկելու, որոշեցի այս նկարով սկսեմ այս անգամ, որտեղ սպիտակ ձին աղջկա վրա գոռում ա ուղղակի, մեռանք ասելով, ասպետ չկա։ Հիմա ես ուզում եմ փոխադրեմ մեռանք ասելով, փրկիչ չկա, փրկիչ չի գալու եւ այն ազգերը, ովքեր հույսներ դրել են փրկիչների վրա, նրանք առ այսօր սպասում են փրկիչին։ Եթե մենք չենք նախաձեռնում մեր փրկությունը, ամեն մեկս մեր համար, մեր հնարավորությունների մեջ չի գալիս այդ փրկությունը, ժողովուրդ ջան։ Եվ անցնենք նորություններին, երևի բոլորդ արդեն գիտեք, երեկվանից Վատիկանում է գտնվում հայոց համազգային աղետը, Աշինյան Նիկոլան ազգանունով, տեսնում եք այսօր ինչքան թեմաներից ենք խոսալու, թիվ կա աստղերին, թիվ չկա թեմաներին, իդեպ, այս ամեն ինչը կազմակերպելու համար մենք կարիք ունենք ձեր օգնությանը, այս տղաները լավ են աշխատում։ Եվ այսպես Վատիկան, ինչու է գնացել, ում հետ է գնացել, տարօրինակը գիտեք որն է, այսինքն տարօրինակ չի, եւ օրինաչափություն է, որ բոլոր մասնակիցներին ներկայացել են անուն-ազգանուններով, հայկական պատվիրակությանը ներկայացել են ուղղակի այսպես, Հայաստանից խումբ է եկել, ու վերջ։ Եվ այսպես, ինչի էր գնացել Փաշինյան Նիկոլան, ու այն էլ այն օրերին, երբ որ ինքը համատարած կալանավորում է եւ արդեն բռնություններ է իրականացնում հոգեվորականների նկատմամբ։ Լսենք այս փոքրիկ տեսանյութը։ Il beato Ignazio Maloyan, arcivescovo armeno di Mardin in Turchia, nacque Երանելի Իգնատիոս Մալոյանը Թուրքիո Մարդին քաղաքի հայ արքեպիսկոպոսը ծնած էր 1869 թվականին նույն քաղաքին մեջ, ուր դարձած է արքեպիսկոպոս։ Ան Լիբանանի մեջ սենատրված է քահանա, անդամակցելով Զմարու բادرյակական միապանության եւ Եգիպտոսի մեջ մի քանի տարի քահանայական ծառայություն մատուցանել է երբ օծված է եպիսկոպոս։ Բանդարգված լալով շատմը ուրիշ հավատացյալներով հետ միասին խնդրած են իրմե, որ հրաժարի իր հավատքեն իր կյանքը բրգեր գարենալու համար։ Բայց ան 11 հունիս թվականին Հիսուսի Սուրբ Դոնին օրը սպանվեցավ, մինչև վերջ թիմադրելով վճռականորեն իր հավատքը։ Սուրբ Հովհաննես Պողոս 6-րդ քահանայապետը 2001 թվականին Հռոմի մեջ գլխավորեց անոր երացման արարողությունը։ Այժմ սրբազան բաբը պիտի գարտը սրբատասման պաշտոնական բանացևը։ Մի խոսքով, սրբադասվումը հայ քահանա, որը փաստորեն սպանվել է Թուրքիայի տարածքում իր հավատքի համար։ Այսինքն բոլոր նորմատիվներով տեղի է ունեցել ցեղասպանություն Թուրքիայի տարածքում եւ զոհը այսօր Վատիկանում սրբադասվում է։ Ու չգիտես ինչի հրավիրված է վարչապետը, որին չեն ներկայացնում որպես վարչապետ, բայց չի գնացել կաթողիկոսը։ Փաստում պարզվում է, մենք դրան իհարկե կանոնարնանք, կաթողիկոսը լավ է ստացել է, բայց որոշել է, որ իր փոխարեն այլ մարդ պետքա մասնակցի կարևորագույն, իմ կարծիքով, կարևորագույն իրադարձությանը։ Եվս մեկ անգամ լինելով, եվս մեկ անգամ այնտեղ բարձրաձայնելով իր ով լինել, այսինքն ցեղասպանված հայ ժողովրդի այսօրվա ամենայն հայոց կաթողիկոս լինելու հանգամանքը, բայց չգիտես ինչի կաթողիկոսը այս հանգամանքը բաց էր թողել եւ թույլ էր տվել, որ Հայաստանը ներկայացնի ազգակործան, ցեղասպան, չի բա։ Ես դա ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ։ Այն էլ այս օրերին։ Ասում ցավոք սրտի մեզ մեկ լավ, այս մասին ես կցիտեմ իրան, որպեսզի իր խոսքերը լինի, ոչ թե իմ։ Եվ այսպես ու հենց այս օրը, երբ այնտեղ սրբադասվում է մեր հոգևորականը,
Փաշինյան Նիկոլը խոշտանգումների է ենթարկում հիմա էլ բյուրականի եկեղեցու քահանային։ Կարծում եք սա։ Տեր Տեր Վրթանես քահանա Բաղալյանն ահազանգում։ Խոզարկությունը տևել է շուրջ 12 ժամ խոզարկություն։ Այդ ընթացքում ցուցաբերվել է ոչ միայն անհարգալից վերաբերմունք, այլև ենթարկվել եմ տարբեր խոշտանգումների, ասում է քահանան։ Ես ցանկանում եմ բարձրաձայնել, որ նման գործողությունները մարդկային արժանապատվության ոտնահարում են։ Սենց բաներ եղել է հայ հոգևորականի հայ մարդու նկատմամբ, բացառապես Թուրքիայի տարածքում գերիչերիների, թուրք զինվորների կողմից, որ այսօր իրականացնում է փաստացի աննազգանով հայ, բնակությունով Հայաստանում ապրող ոստիկանը։ Ոստիկանը աշխատող այական չի, ուժային կառույցի ներկայացուցիչ։ Մենք դրանց դեռ կհասնենք։ Ես ցանկանում եմ բարձրաձայնել, որ նման գործողությունները մարդկային արժանապատվության ոտնահարում են։ Ես ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ ցանկացած մեկը, որը ոտնահարում է դիմացինի արժանապատվությունը, ընդհանրապես բացահայտում է, որ ինքը ամբողջ կյանքով ոտնահարված արժանապատվության տեր է եղել։ Ես երաշխավորում եմ ոչ մի առաքինի մարդ, ոչ մի նորմալ դաստիարակություն ստացած մարդ, նորմալ ընտանիքում վեծացած մարդ, նորմալ ընտանիքի հայր կամ որդի խոշտանգման չի ենթարկում ուրիշ մարդու, այն էլ հոգևորականի։ Այդ չեմ ասում նվաստացնելու մասին։ Սա ուղիղ հայելային արտացոլումն է նրանց ամբողջական կյանքի, կենցաղի, դաստիարակության, անցած պատմության, ինչը իրենք իրականացրել են։ Քանի որ ես դրանց անունազգանունները չգիտեմ, ես ձեզ ուղղակի ասում եմ, տղեր, դուք ամբողջ կյանքով, քանի որ նվաստացված եւ խոշտանգված եք եղել, ձեր ամեն ինչով տեսակով, դուք այսօր ձեր ներսի կուտակված մաղձը թափում եք ընդհանրապես ում վրա պատահի, հաշվի չառնելով նույնիսկ որ դիմացիներդ հոգևորականը։ Դա ձեզ է մատնում, դա չի վիրավորում հոգևորականին։ Դուք կարող եք նրա մարմինը վնասել, արժանապատվությանը վնասել, բայց դուք բացահայտում եք ձեր տոտալ ոչնչություն լինելու հանգամանքը։ Գնացինք առաջ։ Խոսակցության ժամանակ իրավապահները արգելաբել են նաև երես կնոջ եւ 4 երեխաների հեռախոսների ու համակարգիչների հիշողության կարտերը։ 4 երեխա։ Ըստ նրա սա լուրջ խոչընդոտ է ստեղծել երես կնոջ աշխատանքին դպրոցում, ինչպես նաև երեխաների կրթական իրավունքին, քահանայի ընտանիքին այս պահին զրկված է անհրաժեշտ տեխնիկական միջոցներից դպրոցական ուսանողական աշխատանքներ իրականացնելու համար։ Ու հենց այս ժամանակ չի վաղը ներկայա մի հոգևորականի սրբադասմանը, որին նույն բանն են արել Թուրքիայում։ Դուք կարծում եք Վատիկանում տեղյակ չեն սա մասին։ Սա մի առանձին հայտարարություն, նշանակում է մենք Վատիկանում դեսպան չունենք։ Նշանակում է այն հանգամանքը, որ կաթողիկոսն ասում է ես չեմ գնացել, բայց իմ ներկայացուցիչն է Վատիկանում, նշանակում է կաթողիկոսի ներկայացուցիչը Վատիկանում չի զեկուցել սրա մասին, եւ այս ամբողջ եղածի մասին, չի տեղեկացրել, կամ գուցե տեղեկացել է եւ սա է պատճառը, որ Հայաստանի ներկայացուցիչներն ասում են մի խումբ Հայաստանի չեն ասում վարչապետը, բայց նույնիսկ սա մեծագույն նվեր չի վաղի համար։ Պիտի թույլ չտրվեր նրան ընդհանրապես։ Բայց ես որ նայում եմ բանը դիմավորելը, սա հայ կաթողիկեի եկեղեցու ներկայացուցիչներն են։ Խնդրեմ։ Փաշինյան Փաշազադեին գցել են մեջտեղը ու աղոթք են կարդում։ Փաշազադեին գցել են մեջտեղները ու աղոթք են կարդում։ Հոգևոր հայրեր։ Ես հասկանում եմ քրիստոնյա բարեք դիմավորել մեկին, որ ձեր հավատակցի խոշտանգումը եւ հավատակիցների 3 եպիսկոպոս բանտարկած 12 քահանա ձերբակալած մեկին։ Սա քրիստոնեական ներողամտություն չի, սա ուրիշ բան է։ Դուք ոնց ուզում եք կոչեք, ես այս քրիստոնեայության հետ կապ չունեմ։ Նա նշանակում է, որ Էրդողանը, Ալիևը գա ձեզ մոտ, դուք պետք է կանգնացեք ձեր մեջտեղում,
Մե ընդունելություն կազմակերպեք ու իրար աղոթեք ինչի համար։ Ձեզ վիրավորական չի սա, ինձ վիրավորական։ Իմ եկեղեցու քահանան չի կարա իմ ազգակործան ճիվաղի հետ կանգնի աղոթի։ Մարդ, որ ասում է, այդ քահանան եկեղեցին չի, փաստորեն դուք էլ եկեղեցին չեք։ Դուք էլ եկեղեցին չեք։ Ինքը կարա մարս սպանի, ասի դա ես չեմ եղել, դա վարչապետի շարասունն է եղել։ Դուք այսօր կանգնած եք մարդասպանի կողքը, սեյրական մարդասպանի կողքը ու հետ աղոթք եք կարդում։ Սա է քրիստոնեությունը, ես քրիստոնյա չեմ այն դեպքում։ Ես չեմ կարծում, որ մեկի համար, որ իրան կոչում է քրիստոնյա, սա ընդունելի է։ Սա ինչ է նշանակում։ Հետո էլ բողոքում են, որ մարդիկ հեռանում են եկեղեցուց։ Բայց ոսես ձեզ պահեկով կմնա ձեր կողքը։ Իմ նման մարդը հաստատ չի մնա։ Սա ես երեք էի դրել, որպեսզի մատը թարմացնեմ հələ։ Ահա։ Նախ կարդանք եկեղեցու վերաբերյալ մարդկանց վերաբերմունքը, այսօ կաթողիկե եկեղեցու ներկայացուցիչներն էլ հասկանան, դե 11000 հայ քվեարկող ինչպես է մտածում նայում ես հարցին։ 11000 հայ քվեարկող կարծում է ու վստահ է, որ այն ինչ որ կատարվում է մեր հոգևորականների նկատմամբ, դա Ադրբեջանի հրահանգով հայ առաքելական եկեղեցու դեմ արշավ է 74%-ը 11000 հոգուց։ Ընդամենը 16%-ն է կարծում սա եկեղեցին կոտորում է, եպիսկոպոսներին ձերբակալում է, քահանային իր կնոջ երեխաների հետ նվաստացնում իրացնա մեջ, որպեսզի առողջացնի եկեղեցուն։ Դրանք երթվյալ նիկոլացիներն են, որոնք թքած ունեն ամեն ինչի վրա։ Եթե Հայաստանում չկա քաղաքականություն, չկան հետևորդներ, կան աղանդներ իրենց առաջնորդներով փաստեցի։ Ու այդ աղանդների ներկայացուցիչները անկապ նայած իրենց առաջնորդներին ինչ են ասում, ճիշտ է։ Սա այդ 16%-ի բանն է, ինչ ուզում ես դի, 16% ընդեղ է, 13, 15, 16, սա է։ Մենակ 8%-ն է կարծում, որ սա իրական, չէ, օրինական գործողություններ են։ Հայաստանում 8%-ն է կարծում, որ սա օրինական իրավական գործողություններ են, եւ հայ կաթողիկե եկեղեցին վերցել է սեյրական մարդասպանին գցել է մեջտեղները, ով ընդամենը շաբաթներ առաջ ամեն օր հայտարարում, որ պետք է դուրս շպրտի հայոց կաթողիկոսին նստավայրից։ Սա ուրեմն ձեր համար ընդունելի է։ Սա դիտարկում է դավաճանություն ոչ միայն հայ ժողովրդի նկատմամբ, ոչ միայն ճշմարտության նկատմամբ, այլ հենց քրիստոնեության նկատմամբ։ Որտեղ իմ կարծիքով, իմ մոլորությամբ գուցե, հա, որ քրիստոնեությունը դա ճշմարիտ խոսքն է։ Դուք այսօր այդ ճշմարիտ խոսքը ուրացաք։ Ուղղակի։ Ուրեմն ձեր համար նորմալ է այդ ամեն ինչը։ Հիմա գան կաթողիկոսին, ասում են, ձեզ հրավիրել են, վեհապար, ասում այո։ Այո։ Սակայն տակավին սեպտեմբերի 16-ին Վատիկանում գտնվելու օրերին նորին սրբությունը պաշտոնապես տեղեկացրել էր, որ արարողությանը հայոց հանրապետին կներկայացնի Վատիկանում ամենայն հայոց կաթողիկոսի ներկայացուցիչ գերաշնորհ Տեր Խաժակ arciepiskopos Բարսամյանը։ Վերապար, ձեր գործնա կգնաք, չեք գնա, կներկայացնեք ձեզ, կպաշտպանեք ձեզ, չեք պաշտպանի, լրի ոնց որ ձեր գործն է արդեն։ Բայց այն հանգամանքը, որ կաթողիկե եկեղեցին այս ճիվաղին ընդունեց, որ սրբադասման արարողությանը գնացել է մի մարդ, որը հենց հիմա խոշտանգում է քո հոտի զավակներին, քեզ ենթարկվող քո որդիներին, հա, որտեղ դա քո որդիներն են։ Դրանք քո հոգևոր որդիներն են, որտեղ դու իրենց հոգևոր հայրն ես։ Եթե այս սրան ընդունում է, նշանակում է քո Խաժակ Բարսամյանը գործ չի արել այնտեղ։ Նշանակում է դու քո բացակայությամբ թույլ ես տվել, որ Հայաստանը ներկայացնի այդ ճիվաղը։ Դու նշանակում է հանձնվել ես, դու կապիտուլացվել ես, դու արդեն խանգարում ես եկեղեցուն։ Այն եկեղեցուն, որ իմ նմաններն ուզում են փրկեն։ Ու չգիտեմ ինչի։ Դու արդեն խանգարում ես։ Դու ոչ միայն փաստորեն դիվանագետ չես, դու արդեն խանգարում ես։
եւ քո ներկայացուցիչները 0 են, ոչ մի աշխատանք չեն կատարել այնտեղ։ Ես հիմա մնացած սփյուռքի կառույցներին եմ դիմում։ Եթե աշխարհում մեկ տեղ կա, որ տեղյակ չի Փաշինյան Նիկոլի այս արշավանքների մասին, որ նույն բանն է թուրքական կառավարությունը, որի արդյունքում այսօր հայ բանը հոգեբանական է սրբադասվում Վատիկանում։ Նշանակում է հայկական բոլոր կառույցները, սփյուռքի կառույցները անգործունեության են մատնված։ Նշանակում է ուղղակի այս ամեն ինչի ներմից դատում են որպես սերիալ, կինո, հաճելի կամ տհաճ, չգիտեմ, արդեն էական չի։ Նշանակում է իրենք բանը ընդունել են մի դիրք, որտեղ ընդունել են իրենց համար, որ իրենք ոչ մի բան չեն ներկայացնում, ոչ մի բան չեն կարող անել կամ պիտի չանեն, կամ գուցե այս ամեն ինչը շատ նորմալ է, քանի դեռ իրենց չի հասել։ Գիտեք, սփյուռքիները հասնելու գործը, որովհետև Փաշազադեն ասել է, երկու խնդրեմ ունի թուրքը, դա հայոց եկեղեցին է, մեկ է սփյուռքը։ Հիմա թե ձեզ ինչ ձևերով կհասնեն, ես չգիտեմ, գուցե հասնեն տնտեսական ձևերով, գուցե հասնեն անձնական ձևերով, բայց եկեղեցուց որպրծան հասնելու են ձեզ։ Նույնպես եմ կրկնում, եթե Հայաստան աշխարհում կա մի կառույց միջազգային, կրոնական, որ տեղյակ չի Հայաստանում ինչա կատարվում, դա է տարածքում աշխատող եւ դրան կոչված կառույցների, հայկական կառույցների բաց թողունը, պարոնայք, նշանակում է դուք անգործունեության եք մատնված։ Մասնավորապես այդ կառույցները մեծ մասամբ գտնվում են հենց եկեղեցու ազդեցության տակ։ Այսինքն, ես որ ասում եմ եկեղեցին, որ զանգը խփի, այս ճիվաղը քայլելու տեղ չի ունենա, նաև սա նկատի ունեմ։ Այսինքն, եթե ժամանակին եկեղեցին խփած լիներ ես զանգերը, այս ճիվաղը այսօր Վենետիկում չեն լինի։ Այդ կաթողիկոսը կլիներ հպարտ ընդեր կանգնած, որ իր կոլեգայի, թողեք սենց ասեմ, սրբադասման արարողությունն է այսօր։ Կներեք, որ Վատիկանին մեկ Վենետիկ եմ ասում, չգիտեմ ինչի, բարկացածն դա հենց է երևի։ Մի խոսքով, պարզ է ինչի մասին է խոսքը։ Վերադառնանք Հայաստան։ Փաստորեն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանը գլխի է անգել, որ Սև ամպերան կուտակում իր եւ իր կուսակցության գլխին, բառացի։ Ինչ հիմա կատարվում է Հայաստանում, սա եզակի հնարավորությունը անդիմության համար, չգիտեմ կա այդպեսին թե չկա, այս իշխանությունների թշնամիների համար, վստահ եմ որ կան, Սփյուռքում այն կառույցների համար, որոնք գերազում են ազատ անկախ Հայաստան ունենալու համար, սա այս ամեն ինչ որ կատարվում է եզակի նվեր է, այսինքն բանտարկել փաստաբանին գրառման համար։ Հա, այն էլ գրառման մեջ ինքը աղոթքից է խոսում, ոչ մի հանցակազմ դեռ չկա։ Խոշտանգել քահանային, ձերբակալել եպիսկոպոսներին, սա մեծագույն նվեր է անդիմությանը, որ ջարդուփշուր անի այս քաղաքի իշխանությանը եւ այս ճիվաղների մետաստազները Սփյուռքում, այս այցելությունները, դեսպանատանները դադարեն աշխատելու։ Այսինքն այս կառավարությունը փշուր լինի, սա եզակի հնարավորություն է։ Եվ այդ հնարավորությունը ոնց որ գլխի է անգել, ոչ թե գլխի է անգել, հոտն առել է, որ իրանք փշուր են լինում, սրանց մարդու իրավունքների պաշտպանը, որը մի կողմից ասում է, որ պաշտպանների ընդհանրապես համայնքի խոսքերը պետքա կշռադատված լինի, հենց չգիտեմ, չափած ձևած լինի, այս կողմենքով, բայց կներեք, ինչ է նշանակում չափած ձևած, դուք մեծ ձեր վարչապետին լսել եք, դուք ձեր վարչապետի խոսքը լսել եք, հա, դուք հələ մի հատ իրանից սկսեք, վերջում հասկանում է, որ այս կարգի գործերը չեն կարող քրեական հետապնդում ունենալ եւ գրում է ուստի պաշտպանն անթույլատրելի է համարում խոսքի համար անձանց նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումներն այն պայմաններում, երբ հանձնությունը չի ներկայացվում պատշաճ տեղեկատվություն այն մասին, թե ինչու է կոնկրետ դեպքում խոսքը հատել նման ծանրության հանրային վտանգավորության շեմն ու ինչու անձին պետք է զրկել ազատությունից։ Դա հատկապես խնդրահարույց է այն պայմաններում, երբ անձն ազատությունից զրկվում է ուժի կիրառմամբ։ Չանդրադառնալով կոնկրետ գործերով կալանքի կիրառման իրավաչափության հարցի, մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս ընդգծել է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու պրակտիկայի համակարգային խնդիրները։ Եվ ես պետք է ասեմ, որ սա մենակ այս պարագայում չի։ Այսօր կալանքը օգտագործված է 3 եպիսկոպոսների 12 քահանաների նկատմամբ։ Մի քահանայի նկատմամբ էլ այսօր բռնություն է կիրառվել։
կալանքը որպես ինչ-որ խափանման միջոց։ Մի մարդու ցուսումի վրա։ Մի մարդու, եթե իրեն կարելի է դա այդ հուդայի մարդ ասել, որ այսօր մի բան ասում, վաղը ստում է։ Սպառնայք սա այն դատական համակարգն է, որ վաղը դատելու է ձեզ։ Դուք պիտի չմոռանաք սրա մասին։ Ինչ այսօր ցանում եք, վաղը խոշորա մասշտաբ ընձելու եք։ Այս նույն դատական համակարգը դատելու է ձեզ։ Ու իմ նման մարդու դուք չեք թողում գործիքակաց ձեր ողորմելի ոչինչ չարժեցող կյանքը փրկելու համար։ Չեք թողում ուղղակի։ Ոչ մի բան չեք թողում։ Այսպեսի մի բան կա, բան։ Հարուստ բոմժ, երեք ենք չէ խոսում տարբեր բանի մասին։ Սա նույն ձևի, սա ուրիշ հանցագործությունների մասին ենք խոսում, այսօր պարզվում է, որ սա 10 լիտր բենզին առաջ ընտրակաշարք բաժանելու մեխանիզմներ են մշակում եւ սկսել է 10 լիտր բենզին։ Եթե ժամանակին Սերժ Սարգսյանը մարդուն գնահատում էր 5000 դրամ, քեշ փող էին տալի։ Այսինքն Սերժ Սարգսյանից, Ռոբերտ Քոչարյանից սկսած միջև առայսօր մարդը Հայաստանում գնահատվում է փողով, ու այդ փողը 5000 դրամ։ Այսօր 10 լիտր բենզին։ Փաստորեն սրանց համար հայ մարդը սենց էտապ առայսօր արժի 10000 դրամ, ներողություն 5000 դրամ, 10 լիտր բենզին։ Հասկանում եք, նորից վերադառնում եմ այն իմ առաջվա բանի թեորիային։ Գրծո այն հանգամանքը, որ դու մարդուն գնահատում ես 10 լիտր, դա դրանից է, որ դու քո արժեքով, ներքին ինքնարժեքով քեզ գնահատում ես ուղիղ այդքան։ Դա վերաբերվում է եւ Սերժ Սարգսյանին, եւ Քոչարյան Ռոբերտին, եւ բոլոր նրանց, ովքեր նման վերաբերվել են ժողովրդին։ Դուք մարդուն որ առաջարկում եք փող, որ դու այսքան արժես, քո ապագայի, ներկայի, անցյալիդ, քո սրբությունների, քո արժեքի, քո արժե համակարգի, քո ամեն ինչի, նվիրականություն, չգիտեմ, մարդ դու որպես այսքան արժես, դու փաստորեն մարդուն ասում ես դիմացինիդ, եթե դու ոչ հիշողություն ունես, պատրաստ ես զրկվել, եթե դու ոչ սրբություններ ունես, որ ես պատրաստ ես զրկվել այդ փողի դիմաց, ոչ ապագայի նկատմամբ երեխեքի պատասխանատվություն ես գտնում ու պատրաստ ես զրկվել այդ 5000 դրամի կամ 10 լիտր բենզինի կաթով։ Դու փաստորեն դու ասում ես դիմացինին, այս փողը, որ ես քեզ տալիս եմ կամ 10 լիտր բենզինը, ես քեզ համարում եմ անասուն։ Բարի բուն իմաստով, որը ոչ սրբություն ունի, ոչ հիշողություն ունի, ոչ պատասխանատվություն ազգում իր երեխեքի ապագայի նկատմամբ, ոչ հիշողություն, ոչ մի բան չունի, կատարյալ անասուն է։ Սրանք այս փողը առաջարկելով ինչպես ժամանակին են համարում հայ մարդուն, ում որ առաջարկում են փող, այն ժամանակ են համարում անասուն, սրանք նույն ավանդույթները շարունակում են հիմա էլ ոչ թե քեշ փողով, այլ բենզինով, համել բենզինի ծախելու մեջ փող կարմեն, էլի պատկերացրեցիք, չէ՞։ Պատկերացրեցիք, չէ՞, ասենք ինքնարժեքով թող 2000 դրամ լսած եմ այս բենզինը։ Փաստորեն ինքնարժեքով հայ մարդը իր հոգևոր ինքնասիրությունով, ամեն ինչով sense կառուցվածքով արժի 2000 դրամ, սրանց համար։ Սա ընդունողը ընդունում է, որ ինքը անասուն է։ Հա։ Ինքը գնահատում է դիմացինին այդքան, սա վերցնողը ընդունում է, որ տենց է։ Ընդունել է, որ տենց է, ուղղակի այն ժամանակ բանը, այս քարոշչությունը, այս միտքը հասցնելը հնարավոր չէ։ Հնարավոր չէ, չկա, սահմանափակ է այդ ռեսուրսները։ Այսօր առնվազն մի քանի տասնյակ հազար մարդ կարող է, չէ՞ լսի սա։ Ես գրել եմ այս մասին, հիմա ասում եմ այս մասին, կասեմ ամեն օր։ Մի քանի տասնյակ հազար մարդ կարա, չէ՞, արդեն այս ինֆորմացիան տիրապետի։ Եթե դուք լավ տարածեք, մի քանի 100,000 մարդ կարա, չէ՞, սա տարածի։ Սրանք սահմանում են գին։ Ար քո բենզինը, այսքա 10 լիտր հայ մարդ, դու այսքան արժես։ Իսկ ես կասեմ հակառակը, ով այսքան արժի, հայ չի։ Դե հիմա գնացեք վերս, ոչ միայն հայ չի, մարդ էլ չի։ Հայ չլինելը դեպի ամենամեծ մեղքը չի, մարդ էլ չի։ Բայց սրանք այդքան գնահատում են հայ մարդուն։ Լրագրող Ոսկան Սարգսյանը Facebook-յան
Էջում գրում է նոյեմբերի 16-ին վարաշապատի ընտրություններում սիմվոլիկա կա։ Այդ խոշորացված համայնքը ներառում է Սուրբ Էջմիածինը, որի դեմ Ադրբեջանի ղեկավարությունը եւ Նիկոլ Փաշինյանը գրոհում են անկախ Գարեգին B կաթողիկոսի ու նրա գործողության հանդեպ վարաշապատի բնակիչների վերաբերմունքից, սա կաթողիկոսի անձի խնդիրը չէ, այլ հոգևոր բաստիոնը պաշտպանելու խնդիր է։ Նախկինները դրսի հզոր կենտրոնների հրանգով 12-ից տրոյական ձի ներս բերեցին Հայաստանի պետականության միջնաբերդ։ Այն 7.5 տարի ներսից ավիրում է մեր պետականությունը։ Հոգևոր բաստիոն Սուրբ Էջմիածինը հաղթանակելու է։ Ես էլ եմ այդ կարծիքի, որ սրանց ազգուրած, հայդուրած, այսօր դրա մասին ենք խոսալու դրա մասին։ Հորը, սեփական հորը ուրացած, մյուս կողմից Արամ Սարգսյան ճիվաղին ծառայող, ամեն ինչը ուրացած երկու ներկայացուցիչ կա իշխանության կողմից, մեկ Արամ Սարգսյանն է, մեկը ԿՊ-ն, ինչպես միշտ։ Այս երկուսը գեթ մեկ ձայն պետքա շավակեն վարաշապատում։ Վարաշապատում այն աստիճան պետքա կորցնեն ավելի վատ, քան Գյումրիում, որ ընդհանրապես հետքները չերևա, սրանք համապետական ընտրությունների մասնակցելու նույնիսկ հույսեր չփայփայեն։ Այդ այնպես պետքա լինի։ Ում ուզում եք ընտրեք վարաշապատցիներ։ Ում ուզում եք բացի ԿՊ-ից, մեկ էլ Արամ Սարգսյանից։ Մեկը սեփական հորն է, սեփական հորը ուրացողը ոնց կարող է աջակից ու ընկեր ունենա, ժողովուրդ։ Սեփական երկիրը թունավորողն ու օրացողը ոնց կարող է հայ մարդկանց մեջ աջակցություն ունենա։ Ոնց հնարավոր չի, ապացուցեք, որ դա հնարավոր չի։ Խնդրում եմ, տարածեք այս տեսանյութերը, ժողովուրդ ջան։ Տարածեք, որովհետև մարդիկ պետքա լսեն սա, մարդիկ պետքա մի հատ մեջքներն ուղղեն, մի հատ սթափվեն, կողքները նայեն, հասկանան ինչա կատարվում։ Խնդրում եմ, սա մեր հաղթանակի համար է։ Անձամբ ինձ համար չի, ինձ կտեսնի 15,000 թե 150,000, իմ կյանքում դրանից ոչ մի բան չի փոխվում։ Իմ մազերը չեն հաճելու դրանից, բայց հասարակական կյանքում բան կփոխվի դրանից։ Եվ դա բեն բոլորի համար է։ Սա եմ ուզում լսեք։ Ընտրեց երթանդ է, մի մոմենտ Երևանդ է։ Ապեր ասա 5 հոգի բերում է, օրս էլ էտան թու հաուտ է։ Շպան արա, օրս արա, 10,000 է, ես եմ ասելու, հագավից 20 օրս է դշի։ Ասա 10 հոգի։ Ինչ որ փողի խոսակցությունը, բան կան Սամվել Կարապետյանի համար միտինգ կազմակերպողների մեջ մարդ բեր 10,000 դրամար, 20,000 դրամար, ինչ-որ նման խոսակցություն է։ Եվ սա տարածում է ճիվաղի նվիրյալ պրոպագանդիստ Ժիրար Ոսկանյան։ Հիմա ես Ժիրար Ոսկանյանին, այս նյութը տվողին եւ սրան անձամբ ուզում եմ մի բան ասեմ։ Դուք հասկանում եք ինչ է կանում արա։ Դուք հասկանում եք, որ սրանով դուք ապացուցում եք, որ ձեր նկատմամբ ապագա գործողությունները կարող են եւ չունենալ բարոյական սահմաններ, օրինական սահմաններ։ Հիմա բացատրեմ, որ այս հանգամանքով ուրախացողները հասկանան։ Այն ինչ որ հիմա կատարվել է, ապացուցում է մի բան, որ լսում են բոլորին, անկախ նրանից սանկցիա ունեն թե չէ, անկախ նրանից դուք մեղադրյալ եք եւ ձեր նկատմամբ քրեական վարույթ կա թե ոչ։ Համենայն դեպս լսում են բոլորին, ում հետաքրքիր է։ Վերջում կգտնեն մի բան, կհարուցեն քրեական գործը եւ կասեն սա այդ ընթացքում է։ Սա այդ շրջանակներում է եղել։ Ճիշտ է, դրանից առաջ է եղել, բայց լսել ենք, դրա համար քրեական գործը հարուցել ենք։ Նշանակում է Ժիրար Ոսկանյան, այ ողորմելի չնչին արարած, այ իդիոտ, նշանակում է դու տարածել ես հանցագործության փաստ, հանցագործությունը փողի մասին խոսակցությունը չի, հանցագործությունը մարդկանց ձայնագրելն է առանց դատանի որոշումների։ Եվ հիմա դու սրիկա դու պիտի ցուցմունք տաս ումից է ստացել ես ձայնագրությունը ու դիմես են անասունին են շիրազեկված քաղաքացուն են Իոնիսյանին ասես
անձնական կյանքը խախտող առանց դատանի սանկցիայի զայնագրությունը իրականացվել, տվել են ինձ իմ նման ոչնչությունը տարածել ասա եւ մի հատ դիմում գրի, որ հանցագործությունն է կատարվել։ Ձայնագրել են մարդկանց առանց դատանի որոշման, alias քրական գործ հարուցելու։ Սա նշանակում է, որ այն վիժվածքներ, որ այլ Հայաստանում անձնական կյանք գոյություն չունի։ Ոչ մեկ իր կնոջ հետ չի կարա խոսա անձնական բանկից երախոսով, որովհետև արդեն ձայնագրելը դարել է համատարած նորմալ բան, ու իրար ոսկաների նման վիժվածքներն են դա կարող են տարածել, առանց հասկանալով, որ իրանք դառնում են հանցակից։ Դուք այդքան իդիոտ եք, որ դուք չեք հասկանում ինչ եք անում, արա։ Դուք Նիկոլին հաճոյանալու համար կորցրել եք բոլոր տեսակի սահմանները, ու դուք ուզում եք երկիր ունենալ այ վիժվածքներ։ Դուք հասկանում եք դուք ինչ եք դարել Նիկոլի ձեռքը։ Հասը Սամվել Կարապետյանը չի։ Եթե այս հարցման մեջ, այդ խոսակցության մեջ հանցակազմ կա, դու դատեն հանցակազմ ունեցողին, բայց այս ձայնագրելն արդեն հանցագործությունն է, այդ տխմարն էր։ Այդ չեմ ասում ես տարածելը։ Դուք փաստորեն տեղ չեք թողում բարոյական եւ իրավական, որ վաղը ձեզ հնարավոր լինի ըշկել, արա։ Այ պիդեր, քո սախ սեքսուալ բաներն է ձայնագրած, այ ողորմելի, քեզ հիմա պատմեմ, արա։ Վաղը դնելու են դեմդ, ասեն ժիրո ես դու չես, ես ընկերդ չի։ Դե պետք է կռանաս, վերջ։ Դու ընդունել ես այս խաղի կանոնները, դու ընդունել ես, որ քեզ կարելի է ձայնագրել ու դրանով շանտաժ անել։ Կարող է հենց դրանով է քեզ շանտաժ են արել, որ դու սա դրել ես։ Ու դու ընդունել ես այդ խաղի կանոնները։ Դուք ավիրում եք ամեն ինչ։ Հարցը Սամվել Կարապետյանը չի, ոչ մեկն է հարցը, որ դուք անցել եք բոլոր թույլատրելի սահմանները։ Այսօր հայրախոսով ով խոսում է, ընկերուհու հետ կխոսա, սիրու հետ կխոսա, կնոջ հետ կխոսա, երեխու հետ կխոսա, ծնողի հետ կխոսա։ Ինքը պետք է վստահ լինի մի բանի վրա։ Ձայնագրում են։ Ձայնագրում են ու դա նորմ է։ Ու դա կարող է վառա հայտնվի YouTube-ում կամ Facebook-ում։ Այս իշխանությունների համար սահմաններ չկան։ Իրանք նույնիսկ չեն էլ հասկանում, որ իրանք հանցագործ են։ Դանիել Լեոնիսյան, եթե մի հատ վառա դիմում չգրեցիր այ վիժված, այս մասով հայտարարություն չտվեցիր, որ խախտվել է մարդու անձնական կյանքը, իրականացվել է հանցագործություն։ Ձևավորի, ձևակերպի ոնց ուզում ես։ Դու գիտես ոնց անես։ Որ սխալ անես, վզակոտիդ կուտես։ Բայց եթե սա չես արձանագրել, կասեմ դու սրանց, հերթական անգամ կասեմ, դու սրանց, ինչ ասեմ, հերթական գործիքն ես, ուրիշ վատ բաղ չեմ ուզում ասեմ։ Ինձ աղջիկներ և կանայքել են նայում, ինչ չեմ կարող ուրիշ վատ բան ասել։ Եղավ, դուք պատկերացնում եք ձեր մասին հիմա ինչքան ձայնագրություն կարա, այ ոչ կին, ոչ տղամարդիկ, դուք հասկանում եք, որ դուք հնարավորություն եք տվել, օքեյը տվել եք, որ ձեզ ձայնագրեն, դուք պատկերացնում եք, ձեզ ինչ պոզաներով են ձայնագրել արդեն, ու վաղը նվեր են տալու մեզ, ասեն էսի դանչիկն է, էսի ժիրիկն է, հա, էսի է մյուսն է, էսի է մյուսն է, էսի մյուսն է, ձեզ թվում է ձեզ չեն ձայնագրում, արա, հա դուք ապուշ չէ, ոչ չեն ձայնագրում, ձեզ էլ ձայնագրում են մի բանի համար, որ վաղը հանկարծ պոզա ընդունեք, ասեք, ես էլ ռակում չեմ կանգնում, կանգնացնեն հենց այդ ձայնագրությունների վրա, ասեն արա էսի դու չես, շարունակի դիրքդ ընդունած աշխատանքը տանես, վերջ, ու դուք սա պրոպագանդում եք։ Ես չգիտեմ սա որքանով է ճիշտ, որքանով ոչ, բայց ադրբեջանական աղբյուրները գրում են, որ Ադրբեջանի վաստակավոր արտիստը նշել է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության հաստատման ֆոնին նա պատրաստվում է Հայաստանում մենահամերգի։ Ղարաբաղը Ադրբեջանը խորագրում։ Մարտա հայտարարել է իրանց մոտ։ Եղել է մի բան, որ իրանց մոտ հայտարարելու չլինի։ Հարց եմ տալի, եղել է։ Չէ։ Սրանք դա են արդեն պլանավորում։ Նշանակում է արդեն օքեյը կա, պայմանավորվել են եւ վստահ են, որ դա իրականանալու է։ Դե հիմա գնացեք դուք Սամվել Կարապետյան լսեք։ Դե հիմա գնացեք, չգիտեմ, հարցակում կազմակերպեք բաների վրա։ Գնացեք։ Ես ձեզանից ամենի սպասում եմ։ Следующий этап, они будут биться за Нахичевань.
И вот здесь же никто Почему не я говорю, имеет что права это говорить. отложено? Սա թուրքերի եւ ադրբեջանցիների գործողությունների նամասում կանխատեսում Ժիրինովսկի։ Что это не армянская земля. Нахичевань была чисто армянская, даже Եվ ասում այդ ընթացքում ասել է, որ Նախիջևանը հայկական տարածք չի, բայց ասում է Հայաստան Նախիջևանը միշտ եղել է հայկական ու անունն էլ է հայկական։ Այն տականքին հիշում եք, որ Նախիջևանի Նախճավան ասեց։ Հիշում եք։ название Нахичевань. Пошли навстречу туркам. Турки не хотят иметь границу с христианским государством. Вот убирайте армян, заселяйте азербайджанцами, тогда мы установим русско... Ասում է ռուսները, բոլշևիկները գնացել են ասում անթարաճ թուրքերին, որովհետև թուրքերը չեն ուզում քրիստոնյա բանա ազգի հետ այդ սահման ունենան։ Սրանք ասում են դե լավ, լցնենք այդտեղ ադրբեջանցիներով, չնայած 90% հայ է այդտեղ ապրել։ Սա ինքը պատմում է ռուսներն ինչպես են դատարկել, ոնց են նվիրել եւ ինչի են նվիրել Նախիջևանը թուրքերին։ советскую границу в районе Нахичевань. Это опять тупизна наших московских деятелей. Ну ладно. Դա ասում է կրկին մեր ռուսական գործիչների հիմարությունն է։ Սա ինչի համար եմ դնում, որ ոչ մեկ հանգարց չմոռանա, որ իրանք էլ գիտեն, որ իրենք են արել դա, որ իրենք էլ գիտեն, որ իրենք հանցագործ են, ոչ այս ամեն ինչը, այն ինչ որ կազմակերպված է Արցախի եւ Նախիջևանի նկատմամբ, իրենք են կազմակերպել, սա իրենք են ասում, երբ որ հայ ռուսական ագենտուրան աշխատում է ամեն ինչ անի, որ սա մասին մենք մոռանանք, իրենք սա մասին ասում են, հայ ռուսական ագենտուրան չի խոսում Նախիջևանի աշխատում է մաքսի հանի այս բոլոր մեղքերի մեջից Ռուսաստանին։ Ես ասում եմ, չէ, որ չի հանգստանալու, բանը, այս խաղաղություն չի լինելու։ Այսօր նորից Իսրայելը հարձակում է կազմակերպել Գազայի հատվածում, մարդասպանել են։ Հենց Իսրայելի բանում, Պաղեստինի կենտրոն, էլի տարակասել այն ինչ որ պետք է։ Ու տարակասնելու ամեն օր այդ պատերազմը չի դադարելու երբեք։ Իսկ ամերիկյան մամուլը, ամերիկյան, որ ասում եմ, դա նույն հրեական մամուլն է։ Պնդում է արդեն Ամերիկայում հողանախապատրաստում, որ Համասը գուցե եւ պլանավորում է սեփական ժողովրդի վրա հարձակում։ Բա սպասեք նոր պատերազմի։ Իսրայել-Պաղեստին կոնֆլիկտը չի ավարտվելու։ Դա այդ չակերտավոր են բանը որ կնքեցին, դա Իսրայելի բնակչության 75%-ի պահանջն էր, որ վերջացրեք էսի։ Բայց սա դադարեցնելը Նետանյահուի մահն է։ Շարունակելը նույնպես։ Որն ինքը անում է։ Արդյունքում սա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է։ Այս կիրակի, խնդրեմ։ Ֆիլադելֆիա, Մինեապոլիս, Վաշինգտոն, Չիկագո, Նյու Յորք, Սան Դիեգո, Բոստոն։ Սա Ամերիկայի Միացյալ Նահանգներն է։ Այս կիրակի։ Ընդդեմ Թրամփի։ Ու Թրամփի հետ Հայաստանում հույսեր են կապում։ Չկա Թրամփը, մոռացեք։ Այս տեսանյութն եմ ուզում իրար նայենք, սա շատ կարևոր է։ Как литовцы, как те, которые прошли этим Այս ամբողջական կնայինք, ես հետո հայրեն կներկայացնեմ այս թուրքի բարեկամների համար։ путем. Мы думаем, что Армения как раз хотели бы, чтобы Армения была с нормальными государствами, ну, нормальными демократическими. Я даже удивлена была, как много людей у нас вот в Европарламенте, в нашей политической группе Европейской народной партии, как много людей с большой симпатией относятся к Армении и к будущему Армении и совсем не боится смотреть на Армению в будущем как членам нашей семьи европейской. Как по этому поводу? Какое у тебя чувство? Ну, Армения одно из самых древних европейских, скажем цивилизаций, так, христианских. Да, христианских цивилизаций. Так что здесь вопрос, кто у кого должен там учиться. Действительно, есть очень много симпатий среди вот европейцев к Армении. Все знаем действительно трагическую судьбу и начало 20 века, и геноцид, и тому подобное. И, конечно, просто, желая всего наилучшего Армении, что мы можем вот сказать в этом в сегодняшний день. Знаете, мы хорошо помним вот с Рацией 90-е годы. Тогда вот нам удалось, мы убежали из Советского Союза, другие страны тоже провозгласили независимость. Нам повезло, что с самого начала, уже в 93-м году,
Европейский Союз предложил и нам будущее членство в Европейском Союзе. Этого не было, такого предложения не было, скажем, там, дано Украине или Молдове, или там Грузии и Армении. Наша экономика была достаточно сильно связана с российской экономикой до 2000 года. Россия закрывала нам рынок. Были не очень легкие моменты, но Европейский Союз помог нам переориентироваться на европейский рынок. Из этого мы очень много выиграли. То есть я уже начал тогда говорить, что, конечно, Армения должна готовиться к тому, что путинская Россия будет стараться наказать, и экономически наказать Армению. А готовиться, я вижу только один путь. Искать как можно быстрее четких отношений с Европейским Союзом, договариваться о том, какая помощь будет нужна Армении. Да, история очень тяжела была для Армении, но будущее может быть очень и очень светлое. Да. У меня опять же открылось какое-то окно и какое-то уже свет в конце тоннеля, когда я смотрю на Армению, что вот как раз это окно возможностей это государство, этот народ использует, я уверена. Այսպես ինչի մասին է այս հաղորդումը։ Սա Լիտվայի տելեբանն է, հեռուստաընկերությունն է, որը շատ հետաքրքիր բացեց բալով, ասում է, գիտեք ինչ, մենք ինչքան հեռու ենք, Հայաստանի հետ ընդհանուր բան չկա համալա, բայց Լիտվայում մեծ սիմպաթիա կա Հայաստանի նկատմամբ, մեծ։ Ես այս բառերը հենց սկզբից որ լսեցի, ոչ թե բան են մոտեցնեց այն հպարտություն, հա, չէ, ուղղակի ուզում եմ հասկանալ ոնց։ Ու ես հիշեցի, որ ցանկացած տեղ գնացեք, շարքային մարդու հարցրեք Հայաստանի մասին, ինքը անպայման կհիշի հայերին, որոնց հետ ինքը շփվել է եւ որպես կանոն կասի լավ տպավորության մասին։ Այն հանգամանքը, որ Լիտվայում մեր մասին լավ են խոսում, դա նա չի, որ Հայաստանի դեսպանատունը Լիտվայում մի արտակարգ գործ անում։ Մենք հասկացել ենք, չէ, Հայաստանի դեսպանատները արտասահմանում ինչով են զբաղված։ Այն աստիճան իրանք զբաղված են ճակերտներով, որ իրենց ռուպատեսարանի զուգալում կարող նույնիսկ մարդ սպանեն։ Ու իրանք չիմանան այդ մասին։ Այս կարգի են իրանք զբաղված էլի։ Եվ միանգամից ես հիշեցի, սա ինչով կարող է պայմանավորված լինի։ Սա հայ մարդու, հասարակ շարքային մարդու ստեղծագործական բիզնես միջավայրների հետ շփումների, տպավորությունների արդյունքն է։ Պետությունը բացարձակապես կապ չունի։ Սա հայ մարդու արդյունքն է, որ ասում եմ, խոսում եմ Լիտվայում, մարդիկ լավ տպավորություն են Հայաստանի հետ կապված։ Մենք դիտել ոչ մի շփում չունենք, բացարձակապես շփում չունենք, բայց հասարակությունը լավ է վերաբերվում։ Դա շարքային մարդկանց ապրելակերպի սովորել են, չգիտեմ, գիտնական են, երաժիշտ են, սպորտսմեն են, ճանաչել են իրանցով հայի, ոնց ասենք Հասմիկ Գրիգորյանին, մեր երգչուհի Հասմիկ Գրիգորյանին, եթե մեկը Հասմիկ Գրիգորյանին ճանաչում է, ոնց կարող է ուրիշ կարծիք ունենա հայերի մասին դեռ, ոնց Գերամ Գրիգորյանի աղջկա մասին է խոսքը, սա դրա արդյունքն է, եւ ինչ է ասում ամենակարևորը, որ ինքը հույս ունի, որ Հայաստանը դուրս կգա այս ճգնաժամային վիճակից։ Եվ դիմացինը ասում է հնարավոր է, այո, եւ ասում է, գիտեք, ասում է նույնիսկ ամոթ է իրենց խորհուրդ տալը, որովհետեւ մեծ բանը հարց է, ով կարող է խորհուրդ տալ, որովհետեւ իրանք այնքան հին են, որ իրենց դժվար է խորհուրդ տալը։ Բայց ասում է, ես կասեմ ուղղակի մեր օրինակի բանի վրա, հա։ Այս մեր օրինակի վրա ասում է, երբ որ մենք առանձնացանք սովետական միությունից, սովետական միություն քանդվեց, ճիշտ է, մենք ունեինք տնտեսական կապեր, բայց մենք մոտիկ էինք Եվրոպային, հա, եւ Եվրոպան մեզ որ առաջարկեց Եվրոմիության համապատասխան գործողություններ անել միանալու համար, մեր համար դժվար է տնտեսական կապերը վերաձևակերպել, բայց հնարավոր է, որտեղ տեղական աշխարհագրական իմաստով մենք մոտիկ ենք Եվրոպային։ Հայաստանի համար դա շատ դժվար է։ Հիշես ցեղասպանության մասին, որ մենք ցեղասպանություն ապրած ժողովուրդ ենք, ի տարբերություն Փաշինյան Նիկոլիի, հա,
որը մերժում է, որ մենք ցեղասպանվել ենք, բայց գնում է ցեղասպանության ժամանակ սպանված քահանայի սրբադասմանը։ Պատկերացնում եք։ Եվ ասում եմ, շատ դժվար է լինելու, մանավանդ եթե իրանք փորձեն ասոցացվեն, շփվեն հաճախակի բանի հետ, Եվրոպայի հետ, Պուտինը գտնելու է միջոցներ իրենց պատժելու համար։ Բայց ասում եմ, որ Հայաստանի ապագան որպես ժողովուրդ կապված է բացառապես Եվրոպայի հետ։ Այսինքն իրենք իրանց տեսակով, իրանց խառնվածքով աշխարհագրական դիրքը բացի, որպես մշակույթի կրող, իրենք եվրոպացի են։ Ու պետք է պատրաստ լինեն դժվարությունների, որովհետև անպայման լինելու է, Պուտինը հեշտ չի հրաժարվելու Հայաստանից։ Բայց սա է ճանապարհը, հնարավոր է։ Հիմա այստեղ հարցը, տեսեք, Եվրոպա գնալ գալը չի։ Եվրոպային միանալը չի մեկ իհարկե, չեն կարող միանալ Եվրոպային, մենք չենք կարող Հայաստանը տանել դնել Եվրոպայի կողքը։ Բայց ուզում դուք հասկանաք, որ ինչքանով մենք հեռու ենք աշխարհից, ինչքանով մենք պատկերացնում ենք մեր մասին լսվող, հիշող բան չկա, կա, որովհետև մեր հայրենիները աշխարհով մեկ ապրում են։ Ու դեռ այս пассив վիճակում կարող են իրենց մասին ոչ միջնորդավորված խոսալ։ Դուք պատկերացնում եք, եթե մենք իրոք այն հասացից են վերադառնում, բոլոր գաղթօջախներում իրոք աշխատանք տանենք։ Աշխատանք, ռեալ աշխատանք մարդկանց հետ, քաղաքական գործիչների հետ, հոգևոր գործիչների հետ, մշակութային գործիչների հետ, որ իրանք տեղեկացված լինեն մի քիչ Հայաստանի մասին, մի քիչ Հայաստանի քաղաքականության մասին, մի քիչ քաղաքական իրավիճակի մասին, ադրբեջանա-հայկական բանի մասին։ Ինձ որ տեսնում են միամիտ ասում են, դե լավ է, վերջապես ձեր մոտ խաղաղություն է, քիչ ամանում մի բան խփեմ գլխիս։ Ասում են, ինչ լավ է, դուք Փաշինյանն եք, ձեր մոտ արդեն խաղաղություն է։ Մարդիկ այդ են լսում։ Ես բնականաբար ինչ հնարավոր է ասում եմ, հասկանում եք, բայց դա մի հոգու գործ չի։ Եթե առանց այս աշխատանքի մեր մասին կարող են օտար հեռուստաընկերությունում խոսալ, մտահոգվել մեր մասին, ասեն, որ նույնիսկ մեր համար ամոթ է իրենց խորհուրդ տալը, որտեղ այնքան հին են իրանք, այս դժվար է խորհուրդ տալը։ Պատկերացնում եք, ինչ կլինի մեր նկատմամբ վերաբերմունքը համաշխարհային, եթե մենք մի քիչ աշխատանք տանենք։ Իսկ մենք այդ ռեսուրսը ունենք։ Ուղղակի այդ ռեսուրսը ծառայում է ճիվարներին, ասենք ոնց է Էստոնիայում, հա։ Ուզում սա լսեք։ Вот никогда не догадаетесь, что армянскую поговорку. Как вам найти армянскую поговорку во время урока Торы? А поговорка обалденная. И тот факт, что ее умудрились мультипликаторы впихнуть в один из моих любимых армянских мультфильмов, это просто шедевральная находка. Итак, армянская поговорка, которая... Էլի ես վերջում կթարգմանեմ, խոսումը որ հայկական ասացված կա, որը կարող է գտնել Տորայի մեջ, իրենց հոգևոր գրքի մեջ, հա? Հələ խոսав թող։ Более 3000 лет, не падайте со стула, делай добро и бросай его в воду. Помнили мультик про доброго эхо, да? Делай добро и бросай его в воду. Что это значит? Сделав доброе дело, забудь о том, что ты его совершил. Забудь об этом добре. И никогда им не напоминай, им это, людям, о том, что сделал для них добро, потому что чаще всего они тебя об этом не просили. Հասկանում եք, ինքան հին ենք, որ մեզ մասին Տորայում էլ կա գրած։ Ու մարդիկ չեն խուսափում, որ դա հիշեցնեն, որ դա հայկական ասացված կա։ Լավություն պարա գցի ջուրը։ Այսինքն լավություն անելուց հետո մի հիշի դրա մասին, առավել ևս մի հիշացրու, որ դու լավություն ես արել։ Որովհետև շատ ժամանակ նույնիսկ մարդիկ չեն էլ խնդրել, որ դա դու իրենց համար անես։ Սա շատ կարևոր է։ Մյուս կողմից էս հարցին գանք նայենք, ով երբևէ մեկի համար մի բան արել է ու հետո հիշացնում է, նշանակում է ինքը արել է սա հիշացնելու համար։ Ինքը արել է ոչ թե դա որպես լավություն, հա, այլ որպես պոտենցիալ կոմպրոմատ այդ մարդու նկատմամբ։ Սա հակառակ կողմն է։ Դամա երբ որ մեկը իր արած բաներից խոսում է մեկի նկատմամբ ներված, ես ասում եմ, լսի եղբայր, դու լավություն չէ, դու բարի գործ չես արել։ Դու ուղղակի արել ես մարդուն պարտքի տակ գցելու համար։ Որովհետև եթե դու արել ես անշահախնդիր, հիմա հիշել ես ո՞րն է։
նույն բանն ասում է հրեան, որի մասին գրված է իրենց տորայում։ Սա ես չեմ ասում մենակ այդ ասացվածքը բացելու համար, մեր հին լինելու, մեր արժեքավոր ժողովուրդ իմաստություն կրելու մասին եմ ես հիմա պատմում, որ մենք մի քիչ այլ աչքերով մեզ նայենք, մենք իմաստություն կրող ենք եւ մենք իրավունք չունենք այս վիճակում հայտնվելու ոչ մի պարագայում։ Տեսնենք Նինան ինչ է ասում ես։ Վիրավորականը, սարսափելի վիրավորականը, երբ որ ինչ որ մի անորոշ մի կերպարի բերում են հմեկ, հասկանալի է, չէ՞ որ հմեկ պատահական մարդիկ չեն գալիս։ Հմեկը շատ հստակ ունի եւ սև ցուցակներ եւ բերում այն մարդը եւ բերում այն մարդկանց ունից ակնկալում է, որ ստանալու է իր համար ցանկալի տեքստեր եւ չեմ զարմանա, եթե բարձր որ այդ տեքստերն էլ նախապատրաստված են, որովհետեւ նրանք ովքեր իրենց սրտի տեքստերը չեն ասում, շատ արագ սենց խմբակային, ես կասեի ոհմակային հարձակում են անում այդ մարդու վրա ու չեն էլ թողում որ խոսա։ Այսինքն իրենց համար անցանկալի տեքստերը հմեկից չեն հնչում։ Այ բերեցին ինչ որ մեկին, այդ ինչ որ մեկի անորոշ ցակումով մի կերպարի, որը որ տենց միամիտ դեմքով այսօր միամիտ կլորացրած աչքերով ասում էր ես ինչ ես իսկի տեղյակել չեմ եղել որ մարդ են ձերբակալել, այսինքն դու քո բարոյական կերպարով այդպեսին ես, դու քո համայնքի ներսում քո խնդիրները լուծելու փոխարեն գնացել ես Պետրոսի նման մեկի մոտ ու բան ես, հա, այնտեղ ասենք ինչ ասեմ, հայտարարություններ ես արել, որոնք առանց փաստորեն ստուգելու, որովհետև հարց են տալի այդ բանին, հա, հայտարարություն անող հոգևորականին ասում են քեզ կանչել են, քեզ հարցաքննել, ասում է չէ, բա չեք հարցաքննել, բա միակ ցենց դատարկ հայտ։ Իմիջիայլոց ես հիշեցնեմ, ինքը առաջինը ասեց չէ, երկրորդն ասեց այո։ Հիմա կամ ինքը առաջինորն է ստե, իրան իրոք հարցաքննել են, կամ որ ասեց չէ, վրազ վզից բռնել են ասել այդ իդիոտ, ասա քեզ հարցաքննել ենք։ Ոնց թե չէ, բա ոչ են կարա օթուն խոսքի վրա գնային ձերբակալեին։ Հիմա այդ Հուդան Արամը պետքա ասի, ինքը որ ասեց չէ, առաջին օրվա ասածներ չեն, թե երկրորդ օրվա այոն էր, ճիշտ։ Եվ ինչ կատարվեց այդ 24 ժամվա մեջ։ Ես դա էլ չեմ բացառում, որ ճիշտ եղել է առաջին անգամը, որ ասել է չէ, հետո սրանք հասկացել են, ոնց թե չէ, առանց ցուցմունքի, առանց քննության մենք ոնց ենք ձերբակալել։ Զանգել են ասել են ասես հա, երկրորդն ասել է այո։ Հետն էլ ավելացեց, բայ քահանան սուտ չի խոսում։ Արդեն սուտ խոսալու ժամանակ։ Նա տեղում սուտ խոսալու ժամանակ։ Հայտարարության վրա 12 հոգի մարդ եք ձերբակալում, կամ այս մարդկանց արածն ինչ էր, որ անհրաժեշտ Դրա համար էլ կանչեն զանգել են, ասել են ասա հա, քեզ հարցաքննել են։ Ծանոթագիր ուղարկելու փոխարեն, որ մարդիկ իրենց կամքով գնալ ազգային անվտանգության այդ ապրեք այդ դիմակավորված, այդ ինչ էր արել, մարդ էին կերել, չգիտեմ, ինչ էին արել։ Պարզ է, չէ՞ որ այս ամեն ինչը սեն շոու է, ստեղծել տպավորություն ստեղծելու, որ ոչ մեկ Նիկոլ Փաշինյանի դեմ խաղ չկա ուղղակի, այս տպավորությունը ստեղծելու համար, բայց սա ուղիղ հակառակ էֆեկտն է տալի, որտեղ անգամ մարդիկ, ովքեր այդքան է կապված չէին եկեղեցու հետ, գուցե ագնոստիկ են, գուցե աթեիստ են, գուցե չէին սիրում տարբեր կրոնական բարձր պաշտոններ զբաղեցնող մարդկանց, իրենց մոտ էլ այդ դժգոհությունն ու վրդովմունքը առաջանում է ինչ որ, այսինքն գաս եկեղեցու դուռը փակես կամ նստավայրի դուռը փակես խուզարկություններ անես, որ ինչ ցույց տաս, որ հետո ցույց տաս, որ այնտեղ ինչ որ զարդեր են եղել, ինչ որ, չգիտեմ, գումարա թեկուզ եղել, հա, ասենք գումար է եղել, ասենք բարեգործություն են պատգամավորները դա տարածում էին, ասում են ինչ կապ ունի հոգևորականի հետ եւ այլն։ Գիտեք, նույնիսկ $2 էին տարածում, որի իբրև թե դա հաջողության համար են դրել, կապեց ստորակարժ զզվելի ուղակի, ես ամանչում եմ մեր, գիտեք, նենց չի, որ մեր քննչական կոմիտեն, կամ մեր ոստիկանությունը, կամ մեր ԱԱԾ-ն, կամ մեր դատարանները, էլի մերն է, հիմա ինչ ունենք էտա։ Շատ Հիշեք իրանց ժամացույցը, պապացի ժամացույցը հիշեք, ինձ թվում է ցանկացած մեկը այդ հիշելուց հետո կարող է էլ ընդհանրապես չխոսալ։ Իսկ ոնց է անդրադառնում այս ամեն ինչը մարդկանց ընտրության եւ ճաշակի եւ կողմնորոշվելու վրա, ուղղակի մի հատ թիվ եմ ուզում ցույց տամ, էլի երեկվա դրած հարցման մասին, խնդրեմ, անցելա մի օր 10,000 մասնակցություն, 10,000 հոգու, վարչապետների հավանական տեխնացուների մասին։ Նիկոլ Փաշինյան 10,000 հոգու, արդյունքում ունի 18% քվեարկածների։ Սամվել Կարապետյան ունի 23%։ Սամվել Կարապետյանը կրում է։ Վարդան Ղուկասյան 50%,
Եվ Գուրգեն Սիմոնյան ես G-ով եմ գրել, ներողություն դրա համար չեմ նկատել, հա 8%։ Եթե ասենք Սիմոնյան գրածը կարող է տարբերություններ լինել, ես չեմ բացառում, որ սա կարող է խանգարել մարդկանց։ Ამ դեպքում երևի հասկացել են ում մասին է խոսքը։ Բայց Փաշինյան Նիկոլ քո բաննա վիճակն է կարևոր։ Այն որ բոլորը քեզանից առաջ են, նույնիսկ ասեմ ամենա ցածր հավաքած մարդուն Գուրգեն Սիմոնյանին դնենք Վարդան Նիկոլ Փաշինյանի հետ 80+ է լինելու, որտեղ Նիկոլ Փաշինյանի ունեցած այս 15, 16, 18% է։ Վերջ, ոնց ուզում եք ճղեք, ոնց ուզում եք բերման ենթարկեք, ոնց ուզում եք ասած փռեք ասֆալտին, ոնց ուզում եք այդ կապիկությունն արեք, ոնց ուզում եք ածաշխատողներին սարքեք ելիչերի, ինչ ուզում եք արեք, քսեք անեցքի տակ, հելեք վերևիչեք, Փաշինյան Նիկոլ, արդյունքում դու սա ես, դու սա արել, չես ձգում։ Չես ձգում, չկա։ Չկա աղբե ջան, Հայաստանում դու չկաս, գոյություն չունես։ Դե հիմա շարունակեք։ Ոնց անում եք, ինչ անում եք։ Լսեք սա։ Այ։ Եթե մենք ենք ներքաշել պատերազմի մեջ։ Բա լսեք։ 2018 թվականի դրությամբ 18 տարեկան զինվորը Հայաստանի միջազգայինորեն ճանաչված տարածքից դուրս ինչ գործ ունի։ Գարշանքի դեմ է։ Այս վերևին է թուլենա, իր լակոտն է, Աշոտիկը, իր որբը։ Ով է տեսել կենթանի ծնողների ժամանակ Մարտինի որբ։ Աշոտիկը որբ է։ Էգո ծնողները կան, չէ՞, կենթանի են։ Իրոք կենթանի են, էլի, բայց Աշոտիկը որբ է։ Վերևը Աշոտիկն է, տակը կնիկը։ Դե կնիկը չկներեք։ Չգիտեմ ով։ Բա սրանք այս զիբիլի կատուն որբիտ է ինչ գործ ուներ Արցախում Նիկոլ Փաշինյան։ Դու էլ հապարտ։ Ասում էի Ժողովուրդ ջան, իմ տղեն Արցախում է ծառայում։ Աշոտիկս գնում Արցախ։ Գնաց Արցախ, ծառայեց, եկավ ու պատերազմ։ Որ հանկարծ Աշոտիկին բան չլինի։ Աշոտիկին էլ ուղարկեցին Էրատո այդ Գորիսի սարերը, որ ֆոտոսեկցիաներ ընդեղ անի, որ ասի եկել են, ես փրկեցինք, այ մեզ դիրքը մեզ են վստահ է։ Բա Թուրքի տարածքում դիրքերի մեջ ինչ գործ ուներ, որ քեզ վստահ են, այ զիբիլի կատուն։ Այ բիժվածք։ Դե ասա, քանի որ սա չի հիշում, քանի որ սա պետք է արդարացնի իր հանցագործությունները։ Ամեն ինչի ունակա։ Հիմա սա նորմալ ընդունող մարդուն, եթե կարելի է դրանց մարդ ասել, ինչ ասես։ Մեր 18%-ին էսի կարա ինքը բացատրի։ Եթե մենք ենք ներքաշել պատերազմի մեջ։ Հասկանում ես, Թուրքը մեղավոր չի, Ալիևը մեղավոր չի, մենք ենք ներքաշել, մենք ենք ստիպել, որ գա մեր երեխեքին սպանի, ինքը մեղավոր չի։ Դա Դե դուք ասեք իմ պրծել է։ Սա էլ արդյունքն է, ժողովուրդ ջան, նայեք։ Նայեք Մեխակավանը, Ջեբրայիլը։ Սա են այսօր քաղաքապետի տեխնացու որ առաջարկվել է։ ԿՊ-ի կողմից է, իր հոր պատվին է։ ԿՊ-ի կողմից։ Տեխնացուի հոր պատվին է, որը դարել է այսօր ԿՊ-ական։ Պատկերացնում եք, սա ինչ կարգի ուրացում, ժողովուրդ։ Ու դա ոնց կարելի է ձայն տալ, ոնց կարելի է բարև տալ, ոնց կարելի է մարդու տեղնել, մարդ համարել։ Նայեք։ Ձայնը հանում եմ, որ հոգեխանգարմունքների մեջ չգտնենք, չընկնենք։ Սա չոբան ազերիներն են։ Սա սև ու սպիտակ ոչխար պահող բացառապես ազերիներն են, որ մեր ոչխարների աջակցությամբ ոչխար չեն իհարկե մերոնք, տականքների աջակցությամբ եկան ասան Ջեբրայիլ Մեխակավան։ Հա? Իսկ սա մենք էինք։ Սա արդեն հայկական Ջեբրայիլն է։ Հայկական Մեխակավան, խնդրեմ։ Սա մեր տղեկն է։ Լսենք մեր ժողովուրդը։ Դե ով էլ լինի, պետք է այս ամեն ինչից հանող լինի, ով էլ լինի, պետք է ուժ ունենա առաջինը, ուղեղ ունենա երկրորդը, անալիզեն էլ գիտենա, ոչ թե փստերը ինչ բերնին եկավ։ Հասկացաք չէ ում էլ ակնարկում, որ ինչ բերնին եկավ ասել։
ունակ մարդ լինի։ Իսկ ունակ մարդ միլիարդավոր են հայերը, միլիարդավոր, միլիոն է չէ։ Սա նրանց համար ասում է, բան Նիկոլը չնի ով լինի։ Հենա մարդը ասում է։ Ունակ մարդ կա, թե սրան ինչի բերին թրին գլխներից ես ուղագի ապշած եմ, էլի, ապշած եմ ամբողջ մեր այս ամբողից։ Ելանք վազանք Նիկոլի հետևից Նիկոլ, մի հատ խելագարի մեկնա, եկավ ընկավ գլխներից դարդու բալա։ Ես սարից փախած մի հատ խփնված էր, բերին տերին գլխներից հիմա կրագու պատի։ Սա ձեր ընտրության արդյունքն է։ Վայել եք, դուք լավ չեք ապրել։ Ճիշտ է ասում։ Սա ձեր ընտրության արդյունքն է, վայել եք, դուք լավ չեք ապրելու։ Սա երկու հասցեատեր ունի։ Մեկ Սերժիկ, մեկ սրան ընտրողներին։ Դուք ես ինչ բերեցիք այս ժողովրդի գլխին Սերժիկ։ Ինչ ես անասունին բերիր կսիր մեջ անի Սերժիկ։ Դու անենց արեցիր, որ ժողովուրդը մի պահ մոռանա քեզանից ինչքան է զզվում։ Բայց մենք պետք է ամեն օր հիշացնենք, որ այս ամեն ինչի հեղինակն ու ծնողը նաև դու ես։ Ես ինչ արեցիք դուք։ Կամ սան ընտրողները դուք ես ինչ արեցիք մեզ։ Մեր 18%-ին եմ ասում։ Ձեզ մայր է ծնե։ Հա։ Ձեր կարծիքով Նիկոլ Փաշինյանը 2026-ին կվերընտրվի։ Ոչ, չի վերընտրի, որովհետև իր նման տգետը իրավունք չունի լինի այդ պոստում, իմացար Բալիկ ջան։ Սա էլ պատասխանը։ Փաշինյան Նիկոլ, մարդ չկա Հայաստանում, ոչ իմանա դու ով ես։ Պատենց, մարդ գոյություն չունի, ոչ իմանա դու ով ես։ Ինքն ստելու տեղը։ Հա, ինքնա կաթողիկոս դառնալու։ Հա, հետաքրքիր է։ Թող ելույթ ունենա, ասի ինչու է այդպես վարվում։ Փաշազադեի ասածնան ու թե Ալիևի, թե Էրդողանի։ Մարդիկ ամեն ինչ տենում են, հասկանում են, ավելորդ բացատրելու կարիք չկա։ Մի անգամ ես լուսանկար տեսա Էրդողանը ինքը, մեկ էլ մի հատ արքեպիսկոպոս կամ էլ այդ Ստամբուլի թեմի առաջնորդներ նրան ա բերելու։ Ես չեմ հասկանում իրեն։ Ավելի լավ է ինքը հրաժարական տա, քան թե քրիստոնեություն արհամարի։ Սաղմոսներ ա կարդում, չգիտեմ ինչեր անում, բայց որտեղ է ինքը քրիստոնյա։ Ինքը ոչ ազգ ունի, ոչ էլ կրով։ Այսքան բան կասեմ։ Պարզ ասեց մարդ։ Պարզ, ավելի հայերեն հնարավոր չի։ Մնացել է մի կառույց, որ իրար չի ենթարկում, հետ էլ ուզում են իրանց դրածոյին են տեր Արամի պես մի հատ հիմարի բերեն տնեն ու այս կառույցն է։ Ես այդ տեր Արամին ուզում եմ այդ հարց տամ, էլի որ տեսնեք մի հատ հարց տվեք։ Մտածել է ինչ անելու մի 6-7 ամիս հետո։ Թող մտածի։ Թող մտածի։ Կամ այն մարդիկ, ովքեր գնում են այդ եկեղեցի, իրանք հասկանում են հիմա գնան ում պատարակներ լսելու։ Իսկ մնացած հոգևորականներին ես այն որ բոյկոտել են իր կարգը, չեն մասնակցել իր ծառայություններին, շնորհակալություն եւ շարունակեք նույն ձևով։ Եվ ուղղակի ժողովրդին տեղեկացրեք ով է Հուդա Արամ քահանան։ Քանդեն, որը մեր հոգևոր արժեքների ինքնության միակ երաշխավորն է մնացել իրանց դրածոյին։ Մնացել է մի կառույց, որ իրար չի ենթարկում, հետ էլ ուզում են իրանց դրածոյին են տեր Արամի պես մի հատ հիմարի բերեն տնեն ու այս կառույցն է քանդեն, որը մեր հոգևոր արժեքների ինքնության միակ երաշխավորն է մնացել։ Սա մայրաթորն է։ Այսօր էսպիսի տեսք կա ունեցել վերևից։ Սիրուն է, չէ՞։ Իսկ այսօրվա հաղորդման փակելու հնարավորությունը ուզում տամ Գագիկ Դինոսյանին։ Նահանջի պատրաստ զորավարներին
ավելի քան հանդուգն պատասխան տվող կաթողիկոսը Գևորգ 5-րդ Տպխիսեցին 1918 թվականին, երբ թուրքը հասել էր Սարդարապատ կայարան եւ զորավարների կոչը լքել մայրաթոռը, ստացավ կաթողիկոսի ավելի քան հանդուգն պատասխան, որն էր չէ տղերք, ձեր կաթողիկոսը փախնող տեսակիտ չէ։ Հիմա եւ դրանից հետո կաթողիկոսը դուրս եկավ փողոց եւ հրաման տվեց հայկական լեռնաշխարհում, հատկապես արևելյան Հայաստանում, Արարատյան դաշտավայրում եւ հարակից շրջաններում, որտեղ վտանգը դեռ կար, հնչեցնել բոլոր եկեղեցիների զանգերը եւ հայտարարել զինակոչ։ Եվ հիմա երևի պետք է մտավորականության մտածող, սրտացավ ազգային ինքնությունը արժևորող մարդկանց զորակոչ հայտարարել եւ համախմբվել մեկ գաղափարի շուրջ, ինչպես պաշտպանել մեր ինքնությունը, մեր պետականությունը եւ ինչպես իշխանություններին թույլ չտալ հերթական հանձնումը նախապատրաստելու կամ զանգեզուրով միջանցք տրամադրելու կամ այլ ինչ որ ազգադախ ծրագրեր իրականացնելու։ Այս փակումը երկու մեղ ուներ, մեկ հանձնվող կամ չհանձնվող հոգևորական եւ առաջնորդ հոգևոր կաթողիկոսի դեմս եւ այն մտավորականը, որը պարտավորվածություն ունի։ Ես հիմա մտավորականներից եմ ուզում սկսեմ, որոնք մասնավորապես ճանաչում էին Գագիկ Գինոսյանին, շփվում էին նրա հետ։ Ընկերներ ջան, դուք Գագիկ Գինոսյանի հետ շփվում եք որպես ուղղակի լավ տղա, թե ավելի խորը բան կա Գագիկ Գինոսյանի հետ կապող։ Հա, որովհետև դրանք տարբեր բաներ են։ Ինքը հաստատ վստահ է եղել, որ իր շրջապատում, հա, ազգային մարդիկ են, բարոյական մարդիկ են, առնվազն, որտեղ ես վստահ եմ Գագիկ Գինոսյանը անբարոյական մարդկանց հետ չէր նստի, սուրճ չէր խմի, հյուր չէր գնա, ժամանակ չէր անցկացնի։ Ես բարոյականությունը կայանում է նրանում, որ բարոյական մարդը չի ուրանում ճշմարտությունը, չի ուրանում արժեքները։ Հա, անկախ իրենից դա դառնում է ազգային մարդ։ Լավ իմաստով, ազգայինը վատ բան չի։ Դա բարոյականության եւ իր դրսևորման բարձրագույն ձևն է երևի ազգային։ Որը ինչ որ հավատարմություն ունի ինչ որ արժեքների նկատմամբ, էլի։ Բայց ես ուզում եմ մեր ընկերները ուր են։ Այն ընկերները, որոնք Գագիկ Գինոսյանի ընկերներն էին։ Ինքը ձեր կարիքն ունի, որտեղ հիմա ինքը չկա, դուք պետք է լրացնեք իր տեղը։ Իսկ դաշտը դատարկ կա։ Իրոք դատարկ կա։ Իսկ առաջին մասով, հա, եթե չլիներ այդ կարգի կաթողիկոս Սարդարապատի ժամանակ, Հայաստան չէր լինի։ Իրոք չէր կարող լինել Հայաստան։ Որովհետև չկանգնեցվեր թուրքական արշավանքը միջև Բաքու, թուրքը հանգիստ ասում էր Բաքու, վերցնում էին նավթը, վերջ։ Հայաստանից մնում էր մի գերեզմանակույտ, որովհետև այդ գերեզմանակույտի պայմանագիրներ կրկնվեց այդ 12,000 քառակուսի կիլոմետրը, դա էր նախատեսված։ Ուղղակի Բաթումիում ճակերտավոր հայ առաջնորդները տեղակ չէին ինչ էր կատարվում Հայաստանում։ Այդքանն էլ նախատեսված է, դրա համար էլ արագ պայմանագիրը կնքեցին եւ առաջինն էլ Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը 12,000 քառակուսի կիլոմետրի վրա։ Հասկանում եք, ով է տեսել առաջինը Թուրքիան ճանաչի Հայաստանի անկախությունը։ Արագ շուտ դրեցին, ճանաչեցին, ասի վերջ։ Էսա գերեզմանի համար է ձեզի շատ։ Այսինքն եթե մեկ չունենայինք այդ Գևորգ 5-րդ կաթողիկոսը, այսինքն մեկ մարդ, մեկ չհանձնվող տեսակ ու կարողացավ փոխել պատմության ընթացքը։ Իրանից հետո նույն ժամանակում տեսնելով այս ամբողջը, հա, որ հաղթանակած բանակ կա, Սարդարապատը հաղթում են, այնտեղ ուրիշ պայմանագիր են կնքում, ծնվում է մյուս տեսակը, տեղում ոչ թե անձանիկը չկա, ուղղակի ինքն է որոշում կայացնում, որ եթե ազգս պայքարողը, կռվողը Սարդարապատ կարանի, ես ինչի պետք է ընդունեմ այսքանից հետո այդ կապիտուլյացիոն պայմանագիրը եւ հրաժարվում է
ենթարկվել այդ կապիտուլյացիոն պայմանագիրը կնքողներին։ Հասկանում եք, այս ամեն գործողություն բերում է հետևանք։ Հետո այդ էստաֆետը վերցնում է իր վրա նժդեհ, ասում է, եթե Սարդարապատ կարող է լինել, եթե այդքան ժամանակ կարող է անձանիկը պահել, ես ինչի պետք է տամ Սյունիքը։ Ասում եք, այս ամեն մի գործողություն ունենում է հետևանքներ։ Մեկ մարդ ու կարողացավ այս շղթան ստեղծել։ Հիմա էլ այդ մեկ մարդու կարիքը հիմա էլ կա։ Ամբողջ 20 թվականի պատերազմից այս կողմ մեկ զորավար չգտնվեց, մեկ հրամանատար ոչ չհանձնվեր, ոչ չկատարեց Ճիվաղի դավաճանական հրամանները, չլքեր, չտար իր երկիրը, ապստամբեր ժողովուրդը կանգնած էր, այս Ճիվաղը բունկերից դուրս չէր գալիս, մտել էր այդ պաների բունկեր ու դուրս չէր գալի վախից, ինքը չգիտեր ինչա կատարվել վերևում, մեկ գեներալ չգտնվեց, մեկ հրամանատար, որ ասել ես իմ դիրքերը, իմ երեխեքի դիրքերը, իմ զոհված զինվորների դիրքերը չեմ տա, չեմ ենթարկվի, ամբողջ պատմությունը շուռ կգար։ Ինչպես եղավ Սարդարապատի ժամանակ, չէ որ էլի հրամանում են ասում է տարեք, թնդանոթները հաղեք, փաղեք, պահեք, պրծելա, պատերազմ, պրծելա, վсё, վերջ, այս են Գալիպոլու հաղթանակած թուրքական ժբանն է, զորքն է գալի, Գալիպոլի ճակատամարտում այդ զորքը ջախջախել է բրիտանական նավատորմա, ինքն է գալի, վերջ, փրկություն չկա, փախեք ու փրկվեք, եւ մի արցախցի ախելի Գարեգին Տեր Մովսեսյանն էր կարծեմ, կամերից անդադ չեմ կարող նշեմ, ասես չէ, չթաղեց, հրանոթները եւ շուտ տվեց թուրքերի վրա, միացավ ժողովրդի ապստամբությանը, ու վերջ։ Ախ, ցավը շատ է։ Պատմությունը մեզ չի ներելու, այդ գեներալներին առավել եւս չի ներելու։ Ձեզ զինվորական տրիբունալն է սպասում։ Այսօրվա վերահսկանը, լավ մնացեք։